Բարև, արի խոսենք ինչից ուզենք։ Այն ինչից հիմա կխոսենք անվանում են աշխարհի արյուն կամ սև ոսկի, եւ մեկ դարից մի փոքր ավելի ժամանակահատվածում այս մածուցիկ հեղուկը հիմնովին փոխեց մարդկության պատմության ընթացքը, մեզ տալով անսահմանափակ արագություն, ջերմություն եւ տեխնոլոգիական անհավանական թռիչք։ Խոսքը իհարկե նավթի մասին է, բայց արդյոք մենք իրականում պատկերացնում ենք, թե որքանով է մեր ամենօրյա կյանքը կախված նավթից եւ ինչ սարսափելի գին ենք վճարում դրա համար։ Նախ բաժանորդագրվեք ալիքին ու մի թեթև լայքեք այս վիդեոն, իսկ ես հիմա պատմեմ։ Նավթը պարզապես վառելիք չէ, այն էներգիայի հսկայական խտացված պաշար է, որն առաջացել է միլիոնավոր տարիներ առաջ ապրած պլանկտոնի եւ ջրիմուռների մնացորդներից, երկրի խորքերում բարձր ճնշման եւ ջերմաստիճանի տակ։ Որպեսզի պատկերացնեք դրա հզորությունը, նշեմ, որ ընդամենը 1 բարել նավթը պարունակում է այնքան էներգիա, որքան կպահանջվեր մարդուց 12 տարի շարունակ օրական 8 ժամ ֆիզիկական ծանր աշխատանք կատարելու համար։ Նավթն այսօր ամենուր է։ Համաշխարհային տրանսպորտի 90%-ն աշխատում է հենց նավթի հիմքով ստացված վառելիքով, բայց դա միայն այսբերգի գագաթն է։ Առանց նավթի մենք չէինք ունենա ժամանակակից գյուղատնտեսություն, քանի որ պարարտանյութերի մեծ մասը եւ հզոր տեխնիկան կախված են դրանից, ինչը նշանակում է, որ նավթն է կերակրում մոլորակի 8 միլիարդ բնակչությանը։ Եթե հիմա նայեք ձեր շուրջը, կտեսնեք նավթաքիմիայի արդյունքները ձեր հագուստի սինթետիկ թելերի, հեռախոսի դետալների, դեղորայքի եւ նույնիսկ պլաստիկի տեսքով։ Մենք կառուցել ենք մի քաղաքակրթություն, որի յուրաքանչյուր ատոմը շաղախված է նավթով։ Սակայն այս հարմարավետությունն ունի իր մութ կողմը, որն այլևս հնարավոր չէ անտեսել։ Նավթի այրումը հանդիսանում է ջերմոցային գազերի գլխավոր աղբյուրը, ինչը հանգեցնում է գլոբալ տաքացման եւ անդառնալի կլիմայական փոփոխությունների։ Բացի էկոլոգիական աղետից, նավթը դարձել է աշխարհաքաղաքական անկայունության եւ արյունալի պատերազմների հիմնական պատճառը։ Վերջին 50 տարվա ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ հակամարտություններ բռնկվել են հենց այս պաշարներին տիրանալու համար։ Մենք ստեղծել ենք մի համակարգ, որտեղ համաշխարհային տնտեսությունը կախված է մի ռեսուրսից, որը բաշխված է անհամաչափ, վտանգավոր է շրջակա միջավայրի համար եւ որ ամենակարևորն է, վերջանում է։ Գիտնականները կանխատեսում են, որ ներկայիս սպառման տեմպերով նավթի հասանելի պաշարները մեզ կբավականացնեն ընդամենը եւս 50 տարի։ Իսկ ինչ կլինի հետո։ Շատերը պատկերացնում են դատարկ մայրուղիներ ու լքված գործարաններ, սակայն իրականությունն այն է, որ նավթը չի վերջանա մեկ օրում։ Այն պարզապես կդառնա չափազանց թանկ եւ դժվար արդյունահանելի, ինչը մարդկությանը կկանգնեցնի էներգետիկ կոլապսի առաջ, եթե մենք պատրաստ չլինենք դրան։ Այս ճգնաժամը մեզ կստիպի վերջնականապես անցնել վերականգնվող էներգիայի աղբյուրներին, արևին, քամուն եւ ջրածնային տեխնոլոգիաներին։ Բայց խնդիրը միայն վառելիքը չէ։ Մենք ստիպված կլինենք հիմնովին վերանայել պլաստիկի եւ սինթետիկ բոլոր նյութերի արտադրությունը, անցնելով էկոլոգիապես մաքուր բիոպլաստիկ տարբերակներին։ Մի հայտնի խոսք կա. քարի դարը չավարտվեց այն պատճառով, որ քարերը վերջացան, այլ որովհետև մարդիկ գտան ավելի լավ տեխնոլոգիաներ։ Նույնը պետք է տեղի ունենա նավթի դեպքում։ Այս սև ոսկին մեզ տվեց հնարավորություն կառուցելու այսօրվա զարգացած աշխարհը, բայց այժմ մեր գլխավոր խնդիրն է պահպանել այդ աշխարհը համարձակորեն հրաժարվելով դրա հնացած ու վտանգավոր հիմքերից։ Ապագան էներգիայի մաքրության, խնայողության եւ բնության հետ ներդաշնակ ապրելու մեջ է։ Մենք պետք է սովորենք կառավարել մեր կյանքը առանց նավթի, քանի դեռ այն չի դարձել մեր մոլորակի վերջին ու կորսված հարստությունը։ Մարդկության հաջորդ մեծ թռիչքը կախված է նրանից, թե որքան արագ մենք կկարողանանք մաքրել մեր արյունը այս մածուցիկ կախվածությունից։ Հետևեք էջին ու հիշեք, այստեղ դուք կգտնեք ամեն ինչ։